առաջին հանրապետություն, մայիսյան հերոսամարտեր, եւ այստեղ պետքա ֆիքսենք, որ այդ նույն մայիսյան հերոսամարտերի առաջնորդներից մեկը եկեղեցին էր, նախաձեռնողներից մեկը եւ նախաձեռնողներից մեկը կաթողիկոսն էր, Գևորգ Սուրինյանց կաթողիկոսը։ Այդ հիմա հետաքրքիր զուգահեռ է, այստեղ ունենք աշխարհիկ իշխանություն, որը պղծում, կազմակերպում, ոչնչացնում է եկեղեցին եւ ունենք մեկ այլ իրավիճակ 100 տարի առաջ, երբ հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունները այն ժամանակ հանրապետությունը չհրճակվեց, պայմանական եմ ասում աշխարհիկ իշխանություն, աշխարհիկ դասը, լավ, այսպես ասենք իրար հետ միասնաբար պայքարում էին արտաքին թշնամու հակառակորդի դեմ, օսմանյան թուրքերի։ Եվ մենք չգիտենք պատմությունը ինչ զարգացում կունենար, եթե Գևորգ Սուրինյանց կաթողիկոսը չլիներ վճռական եւ լքեր էշմիածինը եւ զինվորականությանը, քաղաքական գործիչներին, ժողովրդին չհորդորեր պայքարել արտաքին թշնամու դեմ։ Ունենք շատ հետաքրքիր զուգահեռներ երկու իրականությունների։ Ու տես կարծես, այսինքն մի կողմից վարչապետը գնացել է Սարդարապատ, այնտեղ ելույթ է ունեցել, որ ժողովուրդ, այլևս մենք կարիք չունենք փնտրելու հայրենիք եւ ասել է, որ մենք գտել ենք մեր հայրենիքը, այսինքն միշտ հիմա փնտրում էինք, հիմա գտանք, 25 թվին գտել ենք մեր հայրենիքը, եւ դա այս Հայաստանն է, եւ բնականաբար առաջին հանրապետությունից է խոսում խորհրդային Հայաստանի վրայով է մի հատ անցնում, որ նրանք ամեն ինչ անում էին այն ժամանակ, որ այս առաջին հանրապետությունը չհիշվի, չգնահատվի եւ այլն, եւ հիմա մյուս կողմից էլ տես օրինակ եկեղեցու պայքարի եկեղեցու դերակատարման արդյունքում եղած այդ հերոսամարտերում հաղթանակները կամ ձեռքբերումները բանա չէ արվում ոգևորի չէ ինքը գնաց այնտեղ ելույթանում, բայց մյուս կողմից գալիս է նույն եկեղեցու սպասավորների վրա է սկսում ինչ որ լուտանքներ թափել։ Ես մոտ արագ մի բան ասեմ, այդ քննադատում է սովետին, բոլշևիկներին, որոնք իբրև թե փորձել են ջնջել առաջին հանրապետության շրջապուլը։ Եղել է, այդպես է եղել, բայց ինքը ոչ պակաս բոլշևիկ է, որտեղ ինքը նույն այդ բոլշևիկյան մեթոդաբանությամբ մեր պատմությունից կտրում թափում է մեր ապրած 30 տարիները։